Ցավ որովայնի ստորին հատվածում կամ ցավ փոքր կոնքի շրջանում։ Անկախ ցավի բնույթից, տևողությունից և ինտենսիվությունից պետք է պարտադիր դիմել նեղ մասնագետի։ Ցավերը կարող եք նկատել դաշտանային ցիկլից առաջ կամ հետո։ Կարող է լինել սուր ցավ դաշտանային ցիկլի ժամանակ, որը ցանկացած կին տարբերակում է սովորական ցավերից, դիսկոմֆորտից դաշտանային ցիկլի ժամանակ, թե այս ցավը ավելի սուր է, ավելի ինտենսիվ է։ Ցավ ավուլատոր շրջանում, դա դաշտանային ցիկլի մեջտեղի օրերն են մոտավոր, շատ ուշադիր է պետք լինել, եթե սեռական հարաբերության ժամանակ եք նկատում ցավային սիմպտոմ, այսինքն սեռական հարաբերությունը ուղեկցվում է ցավով, նման բան չպետք է լինի։ Այս և բոլոր այլ տարբերակները կարելի է դեռ շատ շարունակել, թվարկել, երբ նկատելի է ցավ փոքր կոնքի շրջանում, դա արդեն իսկ ցույցում է մոտենալ նեղ մասնագետի։ Կատարվում է պարտադիր զրույց, անամնեզի տվյալները և կլինիկական զննում։ Եվ պարտադիր կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն։ Սա հանդիսանում է հիմնական հետազոտությունը, որպեսզի մենք ստանանք հստակ ախտորոշում։ Ներեժտոցային ուլտրաձայնային հետազոտություն կատարելիս մենք ստանում ենք արգանդի պարանոցի, արգանդի մարմնի, մկանային շերտի և լորձաթաղանթի, ինչպես նաև հավելումների, այսինքն ավելի հստակ, եթե ձևակերպեմ, ձվարանների, կառուցվածքի վերաբերյալ հստակ տվյալներ։ Հետևաբար, եթե առկա է որևիցե ստրուկտուրային փոփոխություն, դա կարող են լինել միոմատոզ հանգույցներ, դա կարող է լինել ադենոմիոզը, դա կարող են լինել պոլիպներ, ձվարանների կողմից փոփոխություններ, ներառյալ կիստաները և կիստոմաները, այս ամենը մենք հստակ կարող ենք տեսնել կատարելով ներեժտոցային ուլտրաձայնային հետազոտությունը, հետևաբար ունենալ ախտորոշում։